Ովքեր են օրերս Երևանում վայրէջք կատարած Boeing 767-300 ինքնաթիռով Միացյալ Նահանգներից Հայաստան տեղափոխվածները։ Լոս Անջելեսում գործող MI Legal Solutions գործակալության հիմնադիր Լարա Կարեյանը նշում է, որ խոսքը 2024 թվականի հունվարից հետո սահմանն ապօրինի հատածների մասին է, որոնց վերաբերյալ դատարանն արդեն վերջնական վճիռ էր կայացրել։ Ոմանք պարզապես չեն բողոքարկել դատարանի որոշումները, իսկ մյուսները չեն դիմացել կալանավայրի ծանր պայմաններին։ Եղել են դեպքեր, երբ անձը գտնվել է միգրացիոն կալանավայրում եւ չի դիմացել կալանքի պայմաններին, ընտրել է բողոքարկումից հրաժարվելու կամ կամավոր վերադարձի տարբերակը, պարզաբանում է իրավաբանը։ Այս պահին ամերիկյան միգրացիոն պահման կենտրոններում դեռևս ավելի քան 3000 հայ կա։ Կարեյանը հորդորում է ազնիվ լինել այսի աշխատակիցների հետ, բայց զգուշացնում է, Մեքսիկայի սահմանով եկածների համար երաշխիքներ չկան։ Վիզայով ԱՄՆ եկած եւ ապաստան հայցած քաղաքացիները այդ խնդիրը չունեն եւ մտահոգվելու առիթ էլ չունեն։ Հավելել է նա, շեշտելով, որ առանց վիզա ժամանածները այսի հետ ցանկացած հանդիպման ժամանակ ձերբակալվելու վտանգի տակ են։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Ամերիկյան ուժերը իրանական անօդաչու են խոցել մեկ քայլով ավելի մոտ պատերազմին։ Թրամփը 25%-անոց հակաիրանական մաքսատուրք է սահմանել, արդյոք Հայաստանը եւս պատժվածների ցուցակում կլինի։ Մարդկանց առևտուր Կալիֆոռնիայում իրավապահների ցնցող բացահայտումները։ Հայտնի խանութների ցանցից $2 միլիոն ապրանք են գողացել, ինչպես է գործել հանցավոր ցանցը։ Ովքեր շատդաունից ապահովագրվեցին մինչև սեպտեմբեր եւ ովքեր վտանգի տակ կլինեն փետրվարի կեսերից։ Կալիֆոռնիան միլիարդներ է շռայլում ասֆալտի եւ էլեկտրոբուսների համար։ Նորություններ կան նաեւ Գլենդելի համար։ Արդյոք կհաջողվի միաձուլել կինոաշխարհի հսկաներին, ինչու են տագնապած եւ հանրապետականները եւ դեմոկրատները։ Նոր զարգացումներ Կալիֆոռնիայում 14-ամյա ֆուտբոլային աստղի սպանության գործով։ Կյանքը մազից կախված 12-ամյա երեխային հրաշքով են փրկել։ ԱՄՆ որ նահանգներն են բնակության համար ավելի հարմար, որոնք են ամենաէժան ու որոնք ամենաթանկ նահանգները։ Ինչն է այդ իսկապես տպավորիչ տարբերության պատճառը։ Մանու Հարությունյանը հետաքրքրվել, թե ինչ փաստեր է պարզել, պատմելու է թողարկման երկրորդ մասում։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին։ Ես Լենա Կարապետյանն եմ եւ ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենակնարկվող իրադարձությունների մասին։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր ալիքին, դա լիովին անվճար է եւ ձեզանից կխլի ընդամենը 1 վայրկյան։ Ի դեպ չմոռանաք գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ ես անցնեմ օրվա թեմաներին։ Ամերիկյան զինված ուժերը արաբական ծովում խոցել են իրանական Շահիդ 139 անօդաչու թռչող սարքը, որը ագրեսիվ կերպով մոտեցել էր Աբրահամ Լինքոլն ավիակրին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդմամբ դրոնը խոցվել է F-35C կործանիչի կողմից։ Միջադեպը տեղի է ունեցել Իրանի հարավային ափից շուրջ 500 մղոն հեռավորության վրա։ Իրանական աղբյուրները պնդում են, որ ԱԹՍ-ն իրականացնում էր օրինական առաքելություն միջազգային ջրերում։ Իրանցի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ նոր պատերազմը իր մասշտաբներով զգալի չափով կգերազանցի անցյալ ամռան 12-օրյա հակամարտությանը։ Այս միջադեպը թույլատնում է հույսը, թե կհաջողվի մոտ օրերս նվազեցնել Վաշինգտոն-Թեհրան լարվածության մակարդակը։ Ամեն դեպքում Թրամփը մնում է լավատես։ Օվալաձև սենյակում լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Թեհրանի հետ բանակցություններն արդեն իսկ ընթանում են։ Կողմերի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին։ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ առևտրաշրջանառություն իրականացնող երկրները կկանգնեն ծանր ֆինանսական խնդիրների առջև։ Truth Social-ի իր էջում նա զգուշացրել է, որ յուրաքանչյուր երկիր, որը գործ կունենա Իրանի հետ, 25% մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ իրականացվող իր բոլոր գործարքների համար։ Ըստ BBC-ի տվյալների Իրանի խոշորագույն գործընկերներն են Չինաստանը, Իրաքը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թուրքիան եւ Հնդկաստանը։ Շատ ավելի նվազ ծավալ է կազմում Հայաստանի ապրանքաշրջանառությունն Իրանի հետ, բայց մտավախություն կա, որ անգամ դա բավարար կլինի հակաիրանական մաքսատուրքերը նաեւ Հայաստանի դեմ կիրառելու համար։
Ավելի քան 80 ուժային կառույցների ներգրավմամբ Կալիֆոռնիայի ողջ տարածքում իրականացված մեկշաբաթյա գործողությունների արդյունքում նահանգում 611 անձ է ձերբակալվել թրաֆիքինգի կասկածանքով։ Ապահով վայր են տեղափոխվել նրանց 120 զոհերը, որոնց թվում բազմաթիվ երեխաներ կան։ Լոս Անջելես քաղաքի ներսում գործողությունը հիմնականում կենտրոնացած է հարավային Լոս Անջելեսի Ֆիգերոա փողոցի, ինչպես նաև Քորեաթաունի եւ Սան Ֆերնանդո հովտի միջանցքների վրա։ Հենց Ֆիգերոայի տարածքում փրկվածների թվում եղել են ընդամենը 13 տարեկան աղջիկներ։ Լոս Անջելեսի շրջանի Ուոլանդ քաղաքում հայտնաբերվել եւ վնասազերծվել են բնակելի տներում գործող անօրինական հասարակած տներ։ Գործողության ընթացքում իրավապահները ձերբակալել են ոչ միայն թրաֆիքերներին, այլ նաև ծառայություններից օգտվողներին։ Հանցավոր մեկ այլ ցանցել երկարժամանակ հայտնի խանութներից գողություններով է զբաղվել։ 13 անձի մեղադրանքի առաջադրվել, նրանք կասկածվում են Home Depot խանութներից ավելի քան $2 միլիոն ապրանք գողանալու եւ իրացնելու մեջ։ Սա վերջին ժամանակների ամենախոշոր կազմակերպված հանցավոր խմբերից մեկն է, որը թիրախավորել է շինանյութերի հայտնի ցանցը, պատճառելով հսկայական վնասներ եւ խաթարելով բնականոն առևտուրը բազմաթիվ շրջաններում։ Ցանցը ընդգրկել է Նյու Յորքից մինչև Փենսիլվանիա եւ Քարոլինա ընկած հատվածները։ Լոս Անջելեսում ամփոփում են նախորդ օրերին այսի գործողությունների դեմ անցկացված ակցիաների արդյունքները։ Ցուցարարներից մեկը ծանր վնասվածք է ստացել աչքի շրջանում ոստիկանության կողմից արձակված ոչ մահաբեր փամփուշտից։ Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է տղամարդու դեմքի մի կողմը ծածկված վառ կանաչ ներկով։ Տուժած տղամարդու վիճակը դեռևս անհայտ է մնում։ Ոստիկանությունը դեռ չի մեկնաբանել շաբաթ օրվա միջադեպը։ Ձերբակալվել է ավելի քան 50 մարդ։ Մեղադրանքները ներառում են ոստիկանի վրա զինված հարձակում, մարմնական վնասվածք հասցնել, վանդալիզմ եւ ցրվելու հրամանին չենթարկվելը։ Ձերբակալությունները շարունակվում են։ Թրամփը ստորագրել է պետական բյուջեի ֆինանսավորման լայնածավալ փաթեթը, վերջ դնելով շաբաթ օրվանից սկսված կառավարության կարճատև շատդաունին։ Կոնգրեսում ընդունված օրենսդրական այս նախաձեռնությունը ապահովում է դաշնային կառավարության լիարժեք գործունեությունը մինչև սեպտեմբերի վերջ, սակայն ազգային անվտանգության դեպարտամենտի DHS-ի համար սահմանվել է ընդամենը երկշաբաթյա ֆինանսավորում մինչև փետրվարի 13-ը։ Դեմոկրատները պահանջում են արմատական բարեփոխումներ իրականացնել IC ու CBP-ի ծառայություններում։ Այս լարվածությունը սրվեց Մինեապոլիսում դաշնային գործակալի կողմից երկու քաղաքացիների սպանությունից հետո։ Կոնգրեսն ունի ընդամենը 10 օր բյուջեի շուրջ ընդհանուր լեզու գտնելու համար։ Ֆինանսավորման պակաս չի լինի Կալիֆոռնիայի տրանսպորտային ծրագրերում։ Տրանսպորտի հանձնաժողովը հաստատել է շուրջ $1 միլիարդ ֆինանսավորումը նահանգի տրանսպորտային համակարգի եւ հարմարավետության արդիականացման համար։ Գլենդել քաղաքը կստանա $17 միլիոն 20 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման համար։ Սակրամենտոյի տրանսպորտային ցանցը եւս կհամալրվի 8 նոր թեթև ռելսային տրանսպորտային միջոցներով։ $96 միլիոն կուղղվի Վենտուրա շրջանի եւ Գոլետայի միջև երթևեկության ժամանակի կրճատմանը եւ անվտանգության բարելավմանը։ Riverside շրջանում կառուցվելու են նոր կամուրջ, հեծանվային ուղիներ եւ վայրի բնության համար նախատեսված անվտանգ անցում։ $18 միլիոն կուղղվի Wallis Annenberg վայրի բնության անցման համար, որը կնվազեցնի կենդանիների եւ մեքենաների բախումները։ ԱՄՆ-ում կարմրուկի դեպքերն ավելանում են։ Ֆլորիդայի Ave Maria մասնավոր կաթոլիկ համալսարանում արդեն առնվազն 12 մարդ վարակվել է, իսկ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Համաճարակային իրավիճակը խիստ լարված է նաև այլ նահանգներում։ Հարավային Քարոլինայում վարակվածների թիվը հասել է 876-ի, ինչը խոշորագույն բռնկում է ԱՄՆ-ում վիրուսի վերացման հայտարարումից ի վեր, իսկ Թեքսասը դեռ անցյալ տարի հայտնել էր 762 դեպքի մասին։ Կալիֆոռնիայում զգոնության կոչ են անում այն ծնողներին, որոնք հունվարի 28-ին իրենց երեխաների հետ այցելել են Դիսնեյլենդ, քանի որ այնտեղ վարակակիր երեխա է եղել։ Վարակը տարածվել է առնվազն 17 նահանգներում։ Կարմրուկը չափազանց վարակիչ է եւ կարող է առաջացնել բարձր ջերմություն, հազ ու մաշկային ցան։ Մասնագետները հիշեցնում են, որ կարմրուկի, կարմրախտի եւ խոզուկի դեմ պատվաստանյութերի երկու դեղաչափն ապահովում է 97% պաշտպանություն, սակայն վարակվածների ճնշող մեծամասնությունը երբեք պատվաստված չի եղել։
Netflix-ի համաղեկավար Թեդ Սարանդոսը Սենատի հակամենաշնորհային ենթահանձնաժողովում փորձել է պաշտպանել Warner Bros.-ի և HBO-ի 72 միլիարդ դոլար արժողությամբ ձեռքբերման հսկայական գործարքը։ Նա հայտարարել է, որ հակառակ հանրապետականների պնդումներին Netflix-ը չունի որևէ տեսակի քաղաքական օրակարգ։ Դեմոկրատները ևս մտահոգություններ ունեն։ Նրանք նախազգուշացրել են աշխատատեղերի կորստի և սպառողների շահերի հնարավոր ոտնահարման մասին։ Նախագահ Թրամփը նույնպես թերհավատություն է հայտնել, նշելով, որ շուկայի նման մեծ մասնաբաժինը կարող է խնդիր լինել։ Սպասվում է, որ բաժնետերերը քվեարկությունը կիրականացնեն արդեն մարտ ամսին, ինչից հետո պարզ կդառնա հոլիվուդյան հսկաների միավորման նոր քարտեզը։ Կալիֆորնիայի Մամոնտ Լեյքս քաղաքի հայտնի դահուկային հանգստավայրում տեղի է ունեցել մի սարսափազդու դեպք։ 12-ամյա սնոուբորդիստուհին ճոպանուղու նստարանին սխալ ամրանալու պատճառով երկար ժամանակ օդից անօգնական կախված է մնացել։ Համացանցում տարածված տեսանյութը ֆիքսել է այն դրամատիկ պահը, երբ երեխան օրորվում էր բարձրության վրա։ Լեռան սպասարկող անձնակազմը փորձել է ներքևում արագորեն տեղադրել պաշտպանիչ ցանց աղջկան որսալու և հարվածը մեղմելու համար, բայց ընկնելիս երեխան գրեթե ամբողջությամբ վրիպել է ցանցից։ Հակառակ դաժան ու վտանգավոր անկմանը մարզիկը լուրջ վնասվածքներ չի ստացել և ներկայումս գտնվում է ապահով վիճակում։ Սան Բեռնարդինո շրջանում իրավապահները ձերբակալել են երկու կասկածյալի 14-ամյա Ջերեմի Ռոսալեսի սպանության գործով։ Հունվարի 16-ին Վիկտորվիլ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով պատանին ստացել էր մահացու վիրավորում։ Ջերեմին տեղական ֆուտբոլային թիմի ամենասիրված անդամն էր։ Նա ուսանող մարզիկ էր, որին յուրաքանչյուրը կցանկանար տեսնել իր ծրագրում, նշել է մարզիչը։ Սպանության պահին պատանին գտնվել է իր հարազատ թաղամասում, սպանության դրդապատճառները դեռևս անհայտ են, իսկ հետաքննությունը շարունակվում է։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որ վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Walt Disney ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ մարտի 18-ից գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը կստանձնի Ջոշ Դամարոն։ Նա երկար տարիներ հաջողությամբ ղեկավարել է ընկերության ամենաշահութաբեր ուղղությունը թեմատիկ այգիները։ Ընկերությունը պատրաստվում է այգիների պատմական ընդլայնման շուրջ 60 միլիարդ դոլարի ներդրումներով, որոնք ներառում են նոր զբոսանավեր և հանգստավայր Աբու Դաբիում։ Դամարոն իր կարիերան սկսել է 1998-ին Կալիֆորնիայի Դիսնեյլենդում, հակառակ համավարակի հարվածներին և Ֆլորիդայում մրցակիցների ակտիվացմանը նրա ղեկավարած հատվածը 2025-ին գեներացրել է 36 միլիարդ դոլարի ռեկորդային եկամուտ։ Շարունակվում են 84-ամյա Նենսի Գաթրիի որոնողական աշխատանքները։ TD-ի հաղորդմամբ հայտնի վարորդ Սավաննա Գաթրիի մայրը անհետացել է իր տնից։ Իրավապահները կարծում են, որ տարեց կնոջը տնից տարել են կամքին հակառակ։ Հետաքննությանը ներգրավել է FBI-ը։ Սպիտակ տունը նույնպես հանդես է եկել աջակցության հայտարարությամբ։ Այս ողբերգական դեպքի պատճառով Սավաննան չի մեկնի Իտալիա օլիմպիական խաղերը լուսաբանելու համար։ Էփշտեյնի գործով նոր բացահայտումները ցնցել են Եվրոպան։ Մեծ Բրիտանիայում խավարի իշխան մականունով հայտնի Փիթեր Մանդելսոնը հրաժարական է տվել Լորդերի պալատից։ Պարզվել է, որ նա Էփշտեյնին է փոխանցել կառավարական գաղտնի տեղեկություններ և շուկայական զգայուն տվյալներ, դրա դիմաց ստանալով շուրջ $75,000։ Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստրը ստիպված է եղել ներողություն խնդրել։ Նամակագրությունը ցույց է տալիս, որ նա ավելի մոտ է եղել Էփշտեյնին, քան նախկինում խոստովանել էր, նրան անվանելով խելառ ընկեր։ Ենթադրվում է, որ մոտ ապագայում այս գործի հետ կապված ոչ պակաս հայտնի նոր անուններ կհնչեն։ Օրվա լրահոսից այսքանն էինք առանձնացրել, թողարկումը կշարունակի իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Նա մանրամասներ է ներկայացնելու ԱՄՆ ամենաթանկ ու ամենաէժան նահանգների մասին, բաց չթողնեք հետաքրքիր մանրամասները։ Բարև ձեզ։ Ծախսել շատ, թե քիչ։ ԱՄՆ-ում դա մեծապես կախված է նրանից, թե որտեղ եք բնակվում։ Այսօր խոսելու եմ ամենաթանկ ու ամենաէժան նահանգների մասին։ Կարծում եմ, սա կարող է օգտակար լինել հատկապես նրանց համար, որոնք բնակության վայր ընտրելու հարցում դեռ վերջնական որոշման չեն հանգել։ Նաև ապագա ուսանողների համար, որոնք մոտ ապագայում նոր բնակավայրերում հարմարվելու կարիք կունենան։
Ամենաթանկ նահանգների ցանկը վստահ գլխավորում են Հավայան կղզիները, Մասաչուսեթսը եւ Կալիֆոռնիան, որտեղ կյանքի արժեքը միջինից բարձր է մոտ 50%-ով։ Միսիսիփի, Արևմտյան Վիրջինիա եւ Արկանզաս նահանգները ճանաչվել են ամենամատչելին։ Օրինակ, Միսիսիփիում բնակարանային ծախսերը գրեթե 30%-ով ցածր են երկրի միջին ցուցանիշից, իսկ թանկ նահանգների նույն ցուցանիշներին զիջում են գրեթե կրկնակի։ Կյանքի թանկությանը զուգահեռ տարբերվում են նաև աշխատավարձերը։ Մեգապոլիսներում աշխատավարձերն ավելի բարձր են։ Մասաչուսեթսում, Նյու Յորքում եւ Վաշինգտոնում տարեկան միջին աշխատավարձը հաճախ գերազանցում է $85,000։ Սակայն պետք է հաշվի առնել, որ այդ բարձր եկամտի զգալի մասը վերադարձվում է պետությանը եկամտահարկի եւ թանկարժեք սպառողական զամբյուղի տեսքով։ Հարավային նահանգներում գերակայում են փոքր բիզնեսները, ֆերմերային տնտեսությունները եւ արտադրամասերը։ Թեև Միսիսիփիում կամ Արկանզասում միջին աշխատավարձը տատանվում է $45,000-ից $50,000 սահմաններում, ծախսերն ավելի քիչ են։ Տեղի բնակիչները հաճախ ավելի շուտ են կարողանում գնել սեփական տուն, քան բարձր վարձատրվող նյույորքցիները։ Բնակության վայր ընտրելիս նորեկների համար ծախսերից բացի վճռորոշ է նաև նահանգի վերաբերմունքը ներգաղթյալների նկատմամբ։ 2025-ին Կալիֆոռնիան, Նյու Յորքը եւ Իլինոյսը շարունակում են վարել ամենամեղ միգրացիոն քաղաքականությունը, տրամադրելով սոցիալական պաշտպանություն եւ իրավաբանական աջակցություն, մինչդեռ Թեքսասը եւ Ֆլորիդան խստացրել են միգրացիոն քաղաքականությունը։ Ապաստան քաղաքներում գործում են համայնքային կենտրոններ, այնտեղ մարդիկ աջակցություն են ստանում։ Տարբեր մշակույթների միախառնումը լիբերալ նահանգներում հակադրվում է ավելի պահպանողական հարավի կենսակերպին։ Այս հակադրությունը ցույց է տալիս, թե որքան տարբեր կարող է լինել ամերիկյան երազանքը, կախված աշխարհագրական դիրքից։ Որպես ամփոփում կարող եմ փաստել, որ 2025 թվականին ԱՄՆ-ում իդեալական նահանգ չի եղել, կամ միայն ձեր նպատակներին համապատասխան տարբերակ։ Եթե ձգտում եք բարձր կարիերայի եւ պատրաստ եք մեծ ծախսերի, թանկ նահանգները ձեզ համար են, իսկ խաղաղ ու տնտեսող կյանքի համար հարավը լավագույնն է։ Մեկնաբանություններում կիսվեք ձեր փորձով ու խորհուրդներով, դրանք շատերի համար կարող են իսկապես շատ օգտակար լինել։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Հուսամ հավանեցիք հաղորդումը։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ մեկնաբանությունները եւ ոգեշնչվում դրանցից։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։